Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ու Վերնախավի անդորը։ Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին, բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով։ Այս թեմայով խմբակցությունը բաժանվել է մի քանի խմբերի, մի խումբը նրանք են, ովքեր ներքին քննարկումներում պաշտպանում են Սարգսյանին, մի հատվածի կարծիքով չպետք է այս նախընտրական փուլում Հայկ Սարգսյանը նման սկանդալային հայտարարություններով հանդես գար, մի մասն էլ համարում է, որ պետք է Քոչարյանն ու Սիմոնյանը պատժվեն ներկուսակցական ինտրիգների համար։ Հրապարակ թերթը գրում է. Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում Վարչաբենդի եւ մի քանի երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգը նախորդից մի քանի դրվագով տարբերվել է։ Նախ ջանք չեն խնայել, մարզերից են համակիրներ բերել, ինչպես նաեւ պետապարատի աշխատակիցներին, ում կարողացել են պարտադրել են անգամ նրանց հարազատներին, ծնողներին։ Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները, նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գրել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Գալումյանը մարտի 3-ին իր օգնական Յուրա Բազինյանին ազատել է պաշտոնից։ Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Գալումյանի մանկության ընկերն է։ Նա արդեն նոր պաշտոն ունի, նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի Աղստև մասնաճյուղի տնօրենի խորհրդական։ Հետ Սամվել Կարապետյանից խլելուց հետո դարձել է ԿՊԱ-կան կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու հիմնարկ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն իշխանությունները նախատեսում են մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ հանրապետության հրապարակում անցկացնել լայնամասշտաբ զորահանդես։ Ըստ նույն աղբյուրի նախատեսվում է ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված ամբողջ զինտեխնիկան, փորձելով ստեղծել մի տպավորություն, թե իբր վերջին տասնամյակներում նման ծավալի սպառազինում չի իրականացվել։ Խաղաղության օրակարգի մասին ամեն օր խոսող Իրան խաղաղության կուսակցություն ներկայացնող իշխանությունը փաստորեն պատրաստվում է հենց մայրաքաղաքի կենտրոնում զինտեխնիկայի ցուցադրությամբ քաղաքական ուղեր ցղել հանրությանը։ Հրապարակ թերթը գրում է. Վարչապետի աշխատակազմը կառավարական առանձնատների տնտեսություն ՊՕԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 միլիոն 340 հազար 100 դրամ առանձնատների սպասարկման եւ կեցության ապահովման համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Շաբաթ օրը քաղաքապայմանագրի համաժողովից եւ նախընտրական ցուցակի կազմավորումից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մի մասն անկումային տրամադրության մեջ է եղել։ Գործող պատգամավորների մեծ մասը ցուցակի հետին հորիզոնականներում է հանգրվանել եւ հույս չունեն, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում։ Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը ըստ մեր աղբյուրի վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ։ Հավաստիացնել, որ ոչ ոք անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ վիզ դնեն ու հասնեն նրան, որ ԿՊ-ն կրկին իշխանություն վերցնի։ Փաշինյանն ասել է, որ ինքն անձամբ հետևելու է բոլորի պահվածքին, պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն։ Փաստորաթերթը գրում է. Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին ձևավորվել է մի իրողություն, որը գնալով ավելի է դուրս գալիս դասական քաղաքականության տրամաբանությունից եւ մոտենում է այնպիսի դինամիկայի, որին ավելի բնորոշ են փողոցային պայքարը եւ հուզական զեղումները, քան ինստիտուցիոնալ կանոնակարգված քաղաքական մրցակցության պրակտիկան։ Դասական քաղաքականությունը ենթադրում է հստակ սահմաններ, իշխանություն եւ ընդդիմություն, պատասխանատվություն եւ հաշվետվողականություն, բանավեճ եւ հակակշիռներ, մինչդեռ ներկայիս իրավիճակում այդ սահմանները աստիճանաբար լղոզվում են։ Իսկ քաղաքական գործընթացները հաճախ տեղափոխվում են ոչ ֆորմալ, հուզական ու կարճաժամկետ ազդեցության դաշտ, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ իրավիճակային արձագանքը։